Պարոն Գաբրելյան, համացանցով ակտիվ քննարկվում է Գյումրիից հետո, թե դուք ինչ եք անելու Վաղարշապատում, եթե ձեր թեկնածուն ընտրվի օրինակ։ Այն չընտրվելու դեպքում տեսանք, հիմա ընտրվելու դեպքում ինչ կանեք։ Բայց հարցը սխալ եք ձևակերպում, Գյումրիում ինչ-որ տեղի է ունեցել ընտրությունների ընթացքում, ձեր արդյունքները չկար։ Ահա, լավ, ինձ ուղղեցիք։ Հիմա միջև արդյունքները պատրաստվում եք նույն կերպ դրսևորել։ Ոչ, ես Գյումրու դասերը լավ եմ սերտել։ Այսինքն, երբ որ արդեն քաղաքացիական պայմանագիր խմբակցության վարչության անդամ եք դարձած, այդ արդեն նշանակում է դասերը լրիվ սերտացել եւ այլ պահված։ Մեկը կապ չունի, ասում եմ, ես Գյումրու դասերը լավ եմ սերտել։ Եվ դրա մասին հրապարակային ասել եմ, թե որն է եղել իմ սխալը Գյումրիում։ Լավ, իսկ ինչ ձևով եք պատրաստվում նշել, եթե ձեր թեկնածուն անցնի։ Կարծում եմ դա մենակ իմ որոշելիքը չի, թիմակիցներից հետ կորոշենք, թե ինչպես ենք նշելու մեր հաղթանակը։ Ինչքանով համոզվածություն ունեք, որ Մեխակյանը կանցնի։ Տրամադրված եմ շատ դրական, որտեղ Արգիշտի Մեխակյանը շատ պարկեշտ, ազնիվ, բանիմաց, պրոֆեսիոնալ մարդ է եւ իր ընտրվելու պարագայում Վաղարշապատ համայնքը միայն ծաղկելու եւ բարգավաճելու։ Բայց տեսեք, շատերը կասկածում են, որ ինքը չի ընտրի, որովհետեւ իշխանության սկսած արշավը եկեղեցու կաթողիկոսի դեմ կարող է դրան Մեխակյանի շանսերը զրոյացնել։ Իշխանությունը որևիցե արշավ եկեղեցու դեմ չի սկսել, եկեղեցին ինստիտուտ է, եկեղեցին որպես ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում ունի իր ուրույն դերը, իշխանությունը խնդիր ունի բացառապես եկեղեցու որոշ սպասավորների հետ, որոնք որ փաստացի իրավունք չունեն լինել եկեղեցու սպասավորներ։ Հոգևոր քաղաքի ընտրություն է, դա չի ազդելու պարոն Մեխակյանի։ Ես ձեզ վստահեցնում եմ, այդ տեսանկյունից, եթե նայենք, այս քաղաքում միայն դրական է ազդում, այսպես ասած ճակերտավոր հակամարտությունը։